Թուրքիայի բացահայտ աջակցությունը փոքր եղբորն Ադրբեջանին 4-օրյա պատերազմի ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այդ երկրի ղեկավարության տրամաբանությունը չի փոխվում։ Թուրքիան ունի պետական ավանդույթ եւ այդ ավանդույթը բիրտ ուժի վրա հիմնված պետականությունն է։ Սակայն միայն այս փաստը չէ, որ դժվարացնում է հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նախ եւ առաջ պետք է լուծենք ներքին խնդիրներ։ Հայաստանը պետք է դառնա ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն, որպեսզի Հայաստանի ձայնը նախ լսելի լինի որպես պետության եւ երկրորդը հասկանալի եւ ընկալելի լինի միջազգային հանրության կողմից, քաղաքակիրթ մարդության կողմից։ Այսօրվա Հայաստանը համոզված եմ այդ պետությունը չէ։ Քաղաքագետը վստահ է, այսօր գտնվում ենք փակուղային վիճակում։ Ես գոնե չեմ տեսնում, որ խնդիր է դրվում դուրս գալ այս փակուղուց։ Նա կարծում է, որ իշխանությունը լավ չի պատկերացնում խնդրի էությունը։ Մասամբ չի հասկանում, մասամբ կա մտավոր ծուլություն, հա, այսինքն ալարում են հասկանալ։ Սրան գումարած նաև արտգործնախարարության նախաձեռնողական քաղաքականությամբ հանդես չգալու խնդիրը։ Ինչ որ իրադարձություն կլինի, ռեակցիա կտան, չլինի, չեն տա։ Եվ դա ուղղակի Հայաստանի այսօրվա այս իրավիճակը, որը ձևավորված է, հա, ուղղակի հակացուցված է։ Պարոն Մեհրաբյանը շեշտում է, պետք է հստակ քաղաքականություն մշակվի, թե մենք ինչ ենք ուզում Թուրքիայից ցեղասպանության ճանաչման դեպքում։ Առաջինը դա անհատական փոխհատուցումների խնդիրն է, այսինքն ցեղասպանության ժառանգների զոհերի ժառանգների փոխհատուցման խնդիրն է, երկրորդը եկեղեցու պահանջատիրությունը եւ երրորդը պետական քաղաքական պահանջատիրությունը։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը շեշտում է, վաղուց ժամանակն է հարցը տեղափոխել իրավական հարթություն։ Մեր ամենակարևոր խնդիրը Թուրքիայի օրենսդրական դաշտը միջազգային իրավունքի, միջազգային դատական ինստանցիաներում բողոքարկելն է։ Այս համատեքստում պարզապես անհրաժեշտություն է նոր մեթոդների մշակումը։ Արվող քայլերը պետք է ավելի ակտիվանան, մասնավորապես վերջին իրադարձությունների համատեքստում պետք է ներկայացվի, որ Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն ցեղասպանությունը իրականացրած պետության իրավահաջորդն է, այլև այդ նույն մտածողությունը շարունակում է գերակա մնալ այդ պետության մեքենայի, այսպես ասած, մտածելակերպի մեջ։ Նա վստահ է, որ չպետք է սպասել խնդրի լուծման փաթեթային տարբերակի, այլ փուլային կերպով գնալ առաջ։ Խնդրողի կամ մեր պատմությանը հայտնի այդ թղթե շերեփի գաղափարը վաղուց հնացած է եւ նաեւ խնդրելով կարծում եմ նմանատիպ հարցերին չեն հասնում, հատկապես 21-րդ դարում։ Տարածքների վերադարձի հարցն էլ անիրատեսական չէ, պարզապես դրան կարելի է հասնել հստակ մշակված հետևողական քաղաքականության արդյունքում։